Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգարժան նախարար, հարգելի գործընկերներ, հյուրեր, ողջունում եմ բոլորիդ հայոց գիտության տաճարում, որտեղ մեկնարկում է Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում, մրցունակություն, գիտական գերազանցություն եւ գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ խորագրով կլոր սեղան ձևաչափով քննարկումների շարքը, որը նախաձեռնել է Գիտությունների ազգային ակադեմիան, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ եւ որի գլխավոր առաքելությունն է համակարգել գիտական հանրության ակտիվ մասնակցությունը գիտության զարգացման ռազմավարական ծրագրի իրացման գործընթացներին։ Գաղափարը ծագել է կառավարությունում գիտության զարգացման ռազմավարության ծրագրի քննարկման ժամանակ, լսելով բանախոսների ելույթները, պարոն վարչապետի դիտարկումները, հորդորները, վերադառնալով որոշում կայացրեցինք հանդես գալ նման նախաձեռնության, հիմք ընդունելով Գիտությունների ազգային ակադեմիայի նոր իրավական կարգավիճակից բխող գործառույթները։ Ասեմ, որ մեր գիտական հանրությունը անտարբեր է իդրավտով կամ մեդիա ուղիներով հանրային քննարկումներին եւ սովորաբար, ինչպես ցույց է տալիս պատմությունը, գիտնականների գերակշռող մասը իրականում տեղյակ չի լինում քննարկման դրված ծրագրերի օրենսդրական փոփոխությունների բովանդակությանը։ Եվ այդ պատճառով մենք որոշեցինք կազմակերպել կլոր սեղանների շարք, որտեղ քննարկման կդրվեն գիտության զարգացման ռազմավարության առանձին դրույթները գիտական հանրության ակտիվ ներգրավմամբ։ Այս սլայդում ներկայացված են մոտակա կլոր սեղանների թեմաները, նախատեսում է 7 թեմաներով քննարկումներ, որոնք կլինեն շարունակական, այնքան, ինչքան որ դրանց անհրաժեշտությունը կլինի։ Ներկայացված քննարկումների շարքը նպատակ ունի ձևավորել մասնագիտական եւ ինստիտուցիոնալ երկխոսության հարթակ, ուղղված Հայաստանի գիտական համակարգի մրցունակության բարձրացմանը, գիտական գերազանցության խթանմանը, գիտության եւ տնտեսության միջև կապի ամրապնդմանը, գիտական արդյունքների կիրառական եւ տնտեսական ազդեցության բարձրացմանը, գիտության զարգացման պետական քաղաքականության եւ ռազմավարական առաջնահերթությունների համադրմանը։ Մենք գտնում ենք մի անցումային փուլում, որտեղ անհրաժեշտ է հստակ ձևակերպել, ինչ հանգրվանից ենք շարժում եւ դեպի ուր ենք գնում։ Այսօր մենք կանգնած ենք բարդ եւ պատասխանատու խնդրի առաջ։ Անհրաժեշտ է անցում կատարել դեպի տեխնոլոգիական ինքնիշխանություն։ Սա նշանակում է ունենալ ռազմավարական ուղղություններով ամրագրված սեփական գիտատեխնոլոգիական կարողություն, նվազեցնել արտաքին կախվածությունները, ձևավորել գիտական ներուժ, որը կարող է անմիջականորեն ծառայել պետության զարգացմանը։ Սա իր հերթին նշանակում է, որ կարևորագույն խնդիր է ձևավորել մի համակարգ, որտեղ գիտությունը, կրթությունը եւ տնտեսությունը գործում է ոչ թե զուգահեռ, այլ որպես մեկ ամբողջական շղթա։ Ահա այս հարցի շուրջն էլ պետք է ընթանան առաջարկող քննարկումները, որին պետք է մասնակցեն պետական կառավարման մարմինների եւ գիտակրթական հանրույթի ներկայացուցիչները։ Այսօր առաջին քննարկումն է, որը հիմնականում նվիրված է Գիտությունների ազգային ակադեմիայի դերակատարությանը գիտության զարգացման ռազմավարության լանդշաֆտում եւ ուրախ ենք, որ հանրապետության վարչապետը եւ ոլորտի պատասխանատու ղեկավարները ներկայ են այս քննարկումներին։ Սկսեմ նրանից, որ գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը, որը ընդունվել է կառավարության կողմից, հաջողված ծրագիր է։ Այն մի քանի առաջատար պետությունների գիտության զարգացման ռազմավարությունների սիմբիոզ տարբերակն է հարմարեցված Հայաստանի Հանրապետությունում գիտության առկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարային հնարավորությունների հետ։ Սակայն պետք է արձանագրենք, որ ծրագրերը սովորաբար լինում են լավ գրված։ Խնդիրը ավելի շատ դրանց կատարողականի իրականացման մեջ է։ Հիշում եմ, նախկինում երբ նման կարգի հարցեր էին բարձրացվում, արդյունքում պարզվում էր, որ բոլոր օրենքները լավ օրիգինալ գրված են։ Ուղղակի դրանք կամ չեն կատարում, կամ կատարում են մասնակի, կամ հաճախ գրված է լինում մի բան, բայց կատարում է այլ բան։ Հետևաբար, մեր կարծիքով մոտ ապագայում մեր գլխավոր խնդիրը պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ուղղված իրատեսական մեխանիզմների եւ ուղիների մշակումը, իսկ դա պահանջում է հանրապետությունում առկա
ինչպես նաև արտերկրյա առողջ գիտական մտքի, գիտական ուժի մոբիլիզացումը, ինչի նպատակով է նախաձեռնվել է այս քննարկումների շարքը։ Գիտության զարգացման ռազմավարության հրատապությունը ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այսօր բոլորս լավ գիտակցում են գիտության որոշիչ դերը երկրի տնտեսության և առողջապահական համակարգի զարգացման, պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։ Դրա ականատեսը մենք եղանք 44-օրյա պատերազմի ժամանակ և այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում և Իրանի շուրջը ընթացող պատերազմներում, որտեղ բարձր տեխնոլոգիական գիտության արդյունքներն են որոշում ամեն ինչ։ Հարգելի գործընկերներ, պետք է հստակ արձանագրենք, որ ճիշտ է, ծրագիրը բարդ և դժվար իրականացող ծրագիր է, սակայն այն մենք զրոյից չենք սկսում, մենք սկսում ենք բավականին բարձր դիրքերից։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացում են համակարգային և բովանդակային խորքային փոփոխություններ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում, ստեղծված են բավականին լուրջ նախադրյալներ, շնորհիվ կառավարության աննախադեպ աջակցության և կառուցողական դիրքորոշման գիտության զարգացման ռազմավարության հանդեպ։ Սկսած 2022 թվականից գիտության պետական ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են։ Ես կասեի, իսկ որոշ առավել կարևոր ուղղություններով, ինչպիսին է օրինակ հետազոտությունների ամրապնդումը ժամանակակից սարքավորումներով, կառավարության ներդրումները աճել են ավելի քան 8 անգամ։ Բոլորս լավ հիշում ենք, նախկինում հնարավոր էր սարքավորում ձեռք բերել միայն միջազգային դրամաշնորհների կամ գիտպետկոմի հայտարարած սահմանափակ ֆինանսավորման ծավալներով դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Պարզ է, որ նման չափի ֆինանսական հատկացումներով լուրջ երկժամանակակից սարքավորում չես կարող ձեռք բերել։ Իսկ այս վերջին 3 տարվա ընթացքում մեր ինստիտուտները և գիտական խմբերը կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով համալրվել են երկժամանակակից թանկարժեք 100 միլիոն, 400 միլիոն և ավելի արժողությամբ անալիտիկ և տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ունեն ֆանտաստիկ հնարավորություններ ամենատարբեր ոլորտներով գերբարձր ճշտության հետազոտություններ կատարելու համար։ Սակայն այստեղ մենք ունենք խնդիրներ, որոնց ես կանդրադառնամ քիչ հետո։ Հաջորդիվ հակիչ կանդրադառնամ կառավարության կողմից կատարված ներդրումների և արձանագրված հիմնական արդյունքների քանակական տվյալներին, բայց մինչ այդ կուզենայի, որ մենք գիտնականներս ընդունենք մի կարևոր հանգամանք։ Կառավարությունը ընդունել է գիտության զարգացման ռազմավարական ծրագիր, ստեղծելով դրա համար բավարար նյութատեխնիկական նախադրյալներ և պատրաստակամություն է հայտնում հետագայում շարունակել սատարել գիտության զարգացմանը, ինչի մասին է վկայում գիտության ֆինանսավորման ծավալների հասնումը մինչև խնայի 0,75%-ի։ Դա աննախադեպ քայլ կլինի 30 թվականին։ Այսօր այն կազմում է մոտ 0,4%, իսկ 2020 թվականին 0,27% էր։ Ի դեպ նշեմ, որ քննարկման ժամանակ պարոն վարչապետը առաջարկել է գիտության ֆինանսավորման չափաբաժինը հասնել մինչև խնայի 1%-ը, ինչը համարժեք է աշխարհի միջինացված ցուցանիշներին։ Հուսանք, որ ապագայում դա նույնպես տեղի կունենա։ Կցանկանայի նաև նշել, որ կառավարությունում ծրագրի քննարկման ժամանակ, երբ տարբեր բանախոսներ իրենց ելույթներում հնչեցնում են այն թեզը, որ պետք է աշխատել հետ չմնալ այլ երկրներից, վարչապետը նշեց, իսկ ինչու որոշ ուղղություններով չփորձել առաջանցնել, դառնալ առաջնամարտիկը։ Հիմա ես հարց եմ տալիս, իսկ ինչու ոչ, ինչ է պետք դրա համար։ Նախ առաջադեմ նյութատեխնիկական սարքավորումային բազա և երկրորդ ցանկություն և բարձր մասնագիտական կարողություններ։ Առաջինը, ինչպես տեսնում ենք, ապահովագրված է կառավարության կողմից, իսկ երկրորդ պայմանը մեզանում է, կկատարենք, եթե բարձր պատասխանատվությամբ մոտենանք հարցին, բացառելով գլուխ գովալու սինդրոմը, որը բավականին խորն է ներդրված մեր ազգի և մեր հայ գիտնականների մեջ։ Հարգելի գործընկերներ, այժմ անցնեմ գիտության ֆինանսավորման որոշ քանակական տվյալների, որոնք կատարվել են ակադեմիա համակարգում։ Սլայդում բերված է գիտության բյուջետային ֆինանսավորման ծավալները Հայաստանի Հանրապետությունում սկսված 2015 թվականից, որը ներառում է բազային ֆինանսավորումը, գիտական դրամաշնորհային ֆինանսավորումը, սարքավորումների ծրագրային ֆինանսավորումը և նպատակային ծրագրային ֆինանսավորումը։ Ինչպես երևում է, գումարային գիտության ընդհանուր ֆինանսավորման կտրուկ աճ տեղի ունեցել սկսած 2022 թվականից,
ավելացել է գրեթե 2.2 անգամ։ Ընդ որում, ֆինանսավորական աճը տեղի է ունեցել բոլոր ոլորտներում, բացի նպատակային ծրագրերից։ Հաջորդ սլայդում ներկայացված է գիտության ֆինանսավորման ծավալները Գիտությունների ազգային ակադեմիայի մասով 2020 թվականից մինչև 2025 թվականի կտրվածքով։ Ինչպես տեսնում ենք, բյուջետային ֆինանսավորման կտրուկ աճ տեղի ունեցել 22-ին, 20 թվականի համեմատ այն աճել է մոտ 68%-ով, մոտ 18%-ով աճել է նաև արտաբյուջետային ֆինանսավորման ծավալը, ինչը նույնպես պայմանավորված է բյուջետային ֆինանսավորման ավելացմամբ, կապված է դրա հետ։ Հաջորդ նկարում ներկայացված է Գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորման ծավալները առանձին ոլորտներով, բյուջետային, բազային, դրամաշնորհային, ինչպես տեսնում ենք, գրեթե բոլոր ուղղություններով գրանցել է ֆինանսավորման ծավալների աճ, առավել բարձր աճ արձանագրվել է 22 թվականին 56%, 20-ի համեմատ եւ մոտ 14%-ով 25 թվին 22 թվի համեմատ։ Հաջորդ սլայդում ներկայացած կառավարության ֆինանսական աջակցությամբ սարքավորումներով հետազոտական ինստիտուտների կենտրոնների համալրման դինամիկան Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի մասով։ Ինչպես եւ ես նշել եմ ելույթի առաջին մասում, այս ուղղությամբ կառավարության կողմից կատարվել է աննախադեպ ներդրումներ։ 23 թվականին 20 թվականի համեմատ գրեթե 8 անգամ աճել է ֆինանսավորման ծավալները։ Ինչին է ամենակարևորը, ձեռք են բերել գերժամանակակից թանկարժեք անալիտիկական եւ տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք ունեն ֆանտաստիկ հնարավորություն գիտական հետազոտություններ կատարելու բջջի, նանոմասնիկների, գեների մակարդակով, բնության եւ օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների մեխանիզմների բացահայտման ուղղությամբ։ Բայց ցավոք պետք է նշեմ, որ հիմնականում մեր գիտնականները չեն օգտվում այդ ֆենոմենալ հնարավորություններից։ Իմ դիտարկման մոտ 15-ից 20%-ով են շահագործում սարքավորումների հնարավորությունների։ Իսկ դրա հիմնական պատճառը ըստ ինձ անհրաժեշտ մասնագիտական կարողությունների պակասն է մեր գիտական հանրության մեջ, հաճախ մեկ սպեկտր հանելու կամ թեկուզ հոդվածում սարքի անունը նշելու նպատակով են օգտագործում այդ բարձրակարգ սարքավորումները։ Դա անընդունելի է։ Ստանալ պետության կողմից գերժամանակակից թանկարժեք սարքավորում ֆենոմենալ հնարավորություններով եւ դա չծառայեցնել նպատակին, կոռեկտության սահմաններում ես դրա գնահատականը չեմ կարող տալ։ Դրա մասին մենք մի շարք անգամ բարձրաձայնել ենք, գիտության ռազմավարական ծրագրի ներկայացման ժամանակ այս խնդրին անդրադարձել է նաև պարոն Հայոցյանը։ Մենք գտնում ենք, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ եւ ներդնել ծրագրեր մասնագետների մասնագիտական կարողությունները բարձրացնելու ուղղությամբ, նրանց ուղարկել երկարատև վերապատրաստումների, հրավիրել արտերկրյա մասնագետներ, ոչ թե մի քանի օրով դասախոսություն կարդալու համար, այլ աշխատելու, սովորացնելու, բարձրացնելու մեր երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական կարողությունները, եւ դա պետք է պետության կողմից խիստ պարտադրված բնույթ կրի։ Վերջում քննության կամ ատեստավորման ճանապարհով մասնագետին տրամադրելով համապատասխան սերտիֆիկատ։ Ես համոզված եմ, որ նման խնդիր կա նաև տպագրությունների ոլորտում, եւ երբ ատեստավորման այդ խիստ համակարգը ներդրվեց, եւ տեսնում եք, քիչ հետո ես ցույց կտամ, որ գրեթե 3 անգամ, նույնիսկ հասարակության ոլորտում 5 անգամ ավելացել է տպագրությունների քանակը։ Իմ խորին համոզմամբ մեր գիտական խմբերը արդեն համալրված են առաջին մոտեցման անհրաժեշտ սարքավորումներով եւ հիմա ավելի շատ պետք է կենտրոնան դրանց լիարժեք շահագործման ուղղությամբ։ Եթե դա չի արվում, ապա պետությունը իրավասու է տվյալ սարքավորումը հետ վերցնել տվյալ ինստիտուտից եւ փոխանցել այլ գիտական խմբի։ Այս խնդրը իմ կարծիքով պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարության ամենահրատապ խնդիրներից մեկը։ Հաջորդ նկարում ներկայացված է գիտության ֆինանսավորման արդյունքները տպագրված հոդվածների տեսքով։ Բերված է ինչպես ընդհանուր, այնպես էլ Scopus շտեմարաներում տպագրված հոդվածների քանակը։ Ինչպես երևում է գրաֆիկից, 2025 թվականին 20 թվականի համեմատ Scopus շտեմարաներում տպագրված հոդվածների քանակը եռապատկվել է։ Սակայն այստեղ մենք նույնպես ունենք խնդիրներ։
Մարդիկ որոշակի վճարումների դիմաց ստիպված տպագրում են հոդվածներ այնպիսի պետությունների գիտական ամսագրերում, ինչպիսիք են օրինակ Իրաքը, Բրազիլիան, Մոզամբիկը, Սենեգալը, որոնց գիտական մակարդակը միանշանակ ցածր է մեր ակադեմիական ամսագրերի մակարդակից։ Այստեղ մենք մեր մեղքի բաժինն ունենք, որին ես կանդրադառնամ քիչ հետո։ Հաջորդ սլայդում ներկայացված է ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բլոկի տպագրությունները։ Ինչպես տեսնում ենք, 22 թվականի համեմատ 25 թվին հայագիտության եւ հասարակական գիտությունների ոլորտում Scopus ոչ թեմարաներում տպագրած հոդվածների քանակը ավելացել է ավելի քան 5 անգամ, ինչը շատ կարևոր ձեռքբերում է ինչպես այդ ոլորտը, այնպես էլ մեր հասարակության համար։ Անշուշտ տպագրված հոդվածների քանակի աճը գիտության ֆինանսավորման ծավալների կտրուկ ավելացման արդյունքն է։ Հարգելի գործընկերներ, մեր կարևորագույն խնդիրներից նաև գիտության կիրառական ճյուղի զարգացումը։ Հայաստանում դա գիտության զարգացման ընդհանուր շղթայի միջանկյալ հատվածն է, որը պետք է հիմնարար հետազոտության արդյունքները վերածի տեխնոլոգիական արդյունքի եւ այն փոխանցի ներդրումների համար պատասխանատու գերատեսչություններին։ Սովետական միության տարիներին այս գործը կատարում էին ճյուղային ինստիտուտները, որոնք ցավոք այսօր չկան։ Մեր կարծիքով այսօր կիրառական գիտությունը խիստ կարևոր օղակ է տնտեսության եւ ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման կոնտեքստում եւ գիտության այս ուղղության զարգացումը պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կարևորագույն կետերից մեկը։ Այս խնդիրը ներառված է ռազմավարական ծրագրում, դրա մասին խոսացել է պարոն Հայոցյանը ներկայացման ժամանակ, նախատեսում այն զարգացնել ստարտափ ծրագրերի ներդրմամբ, բայց մեր կարծիքով գիտության կիրառական ուղղությունը պետք է լիարժեք դիտարկվի գիտության ընդհանուր ֆինանսավորման համատեքստում։ Եվ կուզենայի նշել, որ Գիտությունների ազգային ակադեմիան ունի փորձ այս ուղղությամբ եւ կարող է յուրահատկացնել գիտության կիրառական ծրագրերի մասնագիտական փորձաքննությունների եւ կատարման ընթացքի մշտադիտարկման գործառույթները։ Հարգելի գործընկերներ, ճիշտ է, գիտության կիրառական ուղղվածությունը մեր թույլ կողմերից սակայն ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք ակտիվ զբաղվում են գիտական արդյունքները ապրանքայնացնում։ Լավագույն օրինակ է Հայ կենսատեխնոլոգիա գիտարարական կենտրոնը, որտեղ սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմակերպված են մի շարք փոքրացավալ արտադրություններ։ Արտադրանքը հաջողությամբ իրացում է տեղական, ռուսական եւ եվրոպական շուկայում։ Կցանկանայի նշել հատկապես համագործակցություն ավստրիական Vivisan ընկերության հետ, որի շրջանակներում հայկական էնդոմիկ հումքի բազայի վրա արտադրում են պատրաստողներ, որոնք իրացում են եվրոպական շուկայում։ Ընկերությունը այսօր ներդրումներ է կատարում տեխնոլոգիական գծի արդիականացման ուղղությամբ եւ միտված է ապագայում Հայաստանում արտադրական գործարան կառուցելու, այդ թվում նաեւ կազմակերպել բուսական հումքի արտադրություն մեր գյուղական համայնքներում, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Կիրառական ուղղությամբ ձեռքբերումներից կարելի է նշել նաեւ պատմամշակութային ժառանգության միջազգայնացմանն ու կիրառությանն ուղղված աշխատանքների արդյունքները, որոնք իրականացվում են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։ Դերին-կատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Իսարենի 1 քարայրի փեղված հատվածները վերածվել են թանգարանի եւ 2025 թվականին ընդունվել է ավելի քան 55,000 այցելու։ Կցանկանայի նշել, որ կիրառական գիտության ուղղությամբ ձեռքբերումը նույնպես այսպես թե այնպես պայմանավորված են կառավարության կողմից գիտության ցուցաբերած աջակցությամբ։ Հաջորդ նկարում ներկայացված է հայկական գիտության երիտասարդացման դինամիկան։ Ինչպես տեսնում եք, մինչև 2022 թվականը դիտվել է մինչև 35 տարեկան գիտնականների թվի նվազում, իսկ 2022 թվականից այն սկսել է դինամիկ աճել։ 25 թվականին 22 թվականի համեմատ այն աճել է 16%։ Սա նույնպես գիտության հանդեպ պետության կառուցողական վերաբերմունքի արդյունք է։ Հարգելի գործընկերներ, դուք հավանաբար տեղյակ եք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի կարևորագույն առաքելություններից նաև գիտության հանրայնացումը, հանրամատչելացումը։ Այս ուղղությամբ մենք փոխել ենք մեր ռազմավարությունը, դպրոցների մակարդակից ավելի շատ որոշել ենք հանձնել գիտության բարձրագույն ոլորտ եւ զբաղվել գիտության հանրապետություն միջազգային գիտության
միջազգային գիտության նվաճումների հանրայնացման եւ հակառակը միջազգային հարթակներում հայկական գիտության նվաճումների հանրայնացման հիմնախնդիրներով։ Եվ ուզում եմ նշել, որ այս ուղղությամբ Գյուղի ազգային ակադեմիան վերջերս շահել է Հորիզոն Եվրոպա դրամաշնորհային ծրագիր 300,000 եվրո ֆինանսավորման, որը գիտության հանրայնացման բնագավառում առաջին հորիզոն ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում, եւ դա կլինի շարունակական։ Կարող ենք արձանագրել, որ սա առաջին նվերն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նոր իրավակարգավիճակային գործառույթների շենին։ Հարգելի գործընկերներ, համագործային բարձրագույն կուրսային գիտության մասին նոր օրենքի Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական առաքելությունը պետք է լինի հանրապետության գիտահետազոտական ինստիտուտների եւ խմբերի գիտամեթոդական եւ փորձագիտական գործունեության գնահատումը։ Դրա համար նախատեսում է ակադեմիայի կազմում ձևավորել մասնագիտական 6 փորձագիտական հանձնաժողովներ, ներառելով դրանց կազմում հանրապետության առաջատար գիտական ուժը, ինչպես նաեւ ակադեմիայի արտասահմանյան անդամներին, որոնք պետք է իրականացնեն բոլոր բազային եւ որոշ այլ ծրագրերի հայտերի փորձակնությունը, հաշվետվությունների մշտադիտարկումը։ Բացի այդ, ակադեմիայի կազմում կգործեն նաեւ վերակազմավորված մասնագիտական պրոբլեմային խորհուրդներ, որոնց գործունեությունը ուղղված կլինի հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ մասնավոր սեկտորում առկա խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպմանը եւ մասնագիտական եզրակացությունների տրամադրմանը։ Նշեմ, որ պրոբլեմային խորհուրդները գործում են դեռևս 2023 թվականից։ Դրանց մասին տեղեկացվել են բոլոր գերատեսչությունները, ինչպես մեր կողմից, այնպես էլ վարչապետի աշխատակազմի խորհրդներում։ Սակայն նշեմ, որ արդյունավետ համագործակցություն ունենք միայն շրջակա միջավայրի նախարարության հետ, որից պարբերաբար ստացել ենք առաջարկություններ, կազմակերպել ենք գիտական քննարկումներ եւ տրամադրել ենք մասնագիտական եզրակացություն։ Անկեղծ ասած, անհասկանալի է մյուս գերատեսչությունների անտարբեր դիրքորոշումը, մենք իրականում վատ բան չենք առաջարկում ենք անվճար ծառայություն, տարաբնույթ խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու եւ մասնագիտական եզրակացություններ տրամադրելու նկատառումով։ Հուսով եմ, որ ապագայում կփոխվի վերաբերմունք ակադեմիայի հանդեպ եւ ակտիվ կհամագործակցենք մյուս շահագիր գերատեսչների հետ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կարևոր գործառույթներից է նաեւ գրադարանային գործը եւ հրատարակությունը։ Ինչպես ես նշեցի ելույթի առաջին մասում, այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։ ՄԳՇ-ի համակարգում ներառված բավարար թվով ամսագրեր չունենալու պատճառով մեր գիտնականները այսօր տպագրում են այնպիսի երկրների գիտական ամսագրերում, որոնց գիտական մակարդակը բավականին ցածր է մեր Հայաստանյան մակարդակից։ Դա իհարկե մեր մեղքն է եւ ինչ որտեղ նույնիսկ ամոթ է, պետք է անկեղծ ասեմ, պատկերացրեք Ադրբեջանը ունի Scopus WOS համակարգում ներառված 10-ից ավելի, ինչքան գիտեմ, 18 ամսագիր, հայթում նաև Q1, Q2։ Այն Ադրբեջանը, որը սովետական միության տարիների ԽՍՀՄ ընդամենը մեծ ակադեմիա, ընդամենը մեկ ակադեմիկոս ուներ, եւ դա ի պաշտոնե իրանց ակադեմիայի պրեզիդենտն էր։ Իսկ մենք ունեինք ԽՍՀՄ գլխավոր ակադեմիայի 18 հայազգի անդամներ։ Դա այսօր մեր ակադեմիայի ամենահրատապ խնդիրներից է։ Մենք ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ եւ նպատակ ենք դրել 2027 թվականին ունենալ առնվազն 3 ակադեմիական ամսագրեր ներառված Scopus WOS համակարգում։ Համոզված եմ, մենք դրան կհասնենք։ Հիմա, քանի դեռ ունեմ իմ կարծիքով մի քանի րոպե ժամանակ, հակիրճ մեր կազմակերպչական գործերի մասին։ Հուսով եմ մայիս ամսին կունենանք կառավարության որոշումը Գիտությունների ազգային ակադեմիայի մասով եւ հաստատված կանոնադրությունը, որից հետո համաձայն օրենքի դրույթների 2 ամսվա ընթացքում պետք է անցկացնենք ակադեմիայի ասոցիացված անդամների ընտրություններ։ Դուք գիտեք, գրեթե 10 տարի է ընտրություններ չի կատարվել։ Ընտրությունները կանցկացվեն նոր մշակված կարգով, հիմնված բավականին բարձր գիտաչափական չափանիշների վրա, ինչը կհամալրի Գիտությունների ազգային ակադեմիան բարձրակարգ գիտնականներով, որոնց մոտ 50%-ը կլինեն մինչև 50 տարեկան երիտասարդ գիտնականներ։ Ճիշտ է ընդունված է երիտասարդ մինչև 35, բայց ակադեմիայի համակարգում մենք ընդունում ենք 50-ը։
Դրա համար կհայտարարվի մրցույթ թափոր 35 տեղի համար տարբեր մասնագիտություններով ապահովելով մասնագիտական համամասնություն ակադեմիային։ Օրենքով 100 թիվն է հաստատված ակադեմիայի անդամության համար, պարոն վարչապետ, այս հարցը, եթե հիշում եք, մենք քննարկել ենք ձեր հետ, եւ հիմա ամրագրված է օրենքում, եւ այսօր ունենք 35 թափոր տեղ։ Ակադեմիայի անդամների ընտրություններից հետո նոր համալրված կազմով ընդհանուր ժողովը կընտրի նախագահության 8 անդամներին, մեր գիտական հանրությունը այնքան էլ տեղյակ չէ, դրա համար ես որոշեցի դրա մասին տեղեկացնել մեկ անգամ ևս։ 8 անդամների նախագահության ընդհանուր կազմը 11 հոգի է, որից 2-ին առաջարկում է լիազոր մարմինը, իսկ նախագահության ղեկավարը օրենքով հաստատված Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Այնուհետև նախագահությունը մեկ ամսվա ընթացքում պետք է ընտրի ակադեմիայի նախագահին, որն էլ մեկ ամսվա ընթացքում նախագահության հաստատմանը պետք է ներկայացնի ակադեմիայի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Այսինքն, ինչպես տեսնում եք, նոր վերափոխված ակադեմիան իրականում սկսի գործել 2026 թվականի 4-րդ եռամսյակում։ Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ վերափոխված գիտությունների ազգային ակադեմիան իրականացնի լուրջ բարեփոխումներ այլ լիազորությունների եւ առաքելությունների շրջանակում։ Դա կասկած չի հարուցում։ Այն, ինչ որ չի հաջողվել կատարել անցած 5 տարիների ընթացքում, իմ նախագահության ժամանակահատվածում կկատարվի մոտակա տարիներին։ Մենք չէինք կարող դա կատարել, որովհետև կային օրենսդրական սահմանափակումներ։ Իսկ հիմա կառուցվածքային եւ բովանդակային վերափոխված գան, դա կանի եւ կվերականգնենք հայոց գիտության տաճարի, գիտությունների ազգային ակադեմիայի պատմական հեղինակությունը մեր հասարակության մեջ։ Իհարկե, եթե ես ընտրվեմ։ Շնորհակալություն։ Ես նստեմ, հարցերը երևի հետո, հա, ինչպես։ Երևի հարցերը հետո, հա։ Հայաստանի լաբորատորիան Հայաստանի եւ միջազգային գիտական քարտեզի վրա ներկայացնում է ինստիտուտի տնօրեն, ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն պարոն Կարյանը։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի տիկին նախարար, հարգելի գործընկերներ, ինձ համար իսկապես մեծ պատիվ է ներկայացնելու մեր լաբորատորիայում իրականացվող հետազոտական աշխատանքները եւ ես ինձ զեկույցը վերնագրել եմ որպես Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան Հայաստանի եւ միջազգային գիտական քարտեզի վրա։ Շատ լավ, ուրեմն եթե մենք հետ գնանք անցած տարի հոկտեմբեր, նախքան բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի ուժի մեջ մտնելը, ապա Հայաստանում գիտությունը կարող էինք բաժանել երկու խմբերի, դա ակադեմիական համակարգներ, գիտությունների ազգային ակադեմիան եւ գերատեսչական պատկանելիությամբ հետազոտական ինստիտուտները, որոնց թվում է նաեւ մեր ինստիտուտը, ես այստեղ միայն մեր լիազոր մարմնի կազմում ներկայացված ինստիտուտներն եմ թվարկել, իհարկե կան նաեւ առողջապահության եւ այլ գերատեսչությունների կազմում գործող ինստիտուտներ եւ այս ինստիտուտները մեծապես տեղակայված լինելով Երևանում իրենց հետազոտական աշխատանքները իրականացնում էին այստեղ։ Իհարկե օրենքի ընդունումից հետո արդեն այս համակարգը կտեղաշարժվի եւ իր կհանգրվանի ակադեմիական քաղաքի կոնցեպտում եւ մենք արդեն այս ուղղությամբ նաեւ մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկումները ճանապարհային քարտեզի հետ կապված։ Ամեն ինստիտուտը երկու թևեր ունի, ես նաև առաջին սլայդում ցույց տվի, մեր ակունքները գալիս են Արագած լեռան վրա երկու գիտահետազոտական կայաններից, բարձր լեռնային կայաններ են 2000 եւ 3200 մետր բարձրության վրա գործող եւ այնուհետեւ արդեն այն տեղափոխվել է Ալիխանյան 2 հասցե, դա մեր հիմնական հասցեն է եւ այս հիասքանչ համայնապատկերը արված է մեր հիմնական այս շենքի տանիքից։ Չնայած այն բանին, որ մեր բարձր լեռնային կայաններում ձմռան ամիսներին որոշ շենքերի միայն տանիքներն են երևում, առանձին պատճառով աշխատանքները չեն դադարում եւ մենք 24/7 ռեժիմով տվյալներ ենք հավաքում, նաեւ այդ տվյալները տրամադրելով մեր միջազգային գործընկերներին, որոնց մասին ես խոսեմ մի փոքր անց։
Հիմա ձեր թույլտվությամբ որոշ թվեր ներկայացնեմ, այստեղ համեմատություններ են ներկայացված 2018 թվականի եւ 23-ից հետո այս 3 տարիների, մինչեւ 25 թվական անցած տարվա բազային ֆինանսավորման համեմատություններն են։ Իհարկե այստեղ մենք տեսնում ենք, որ 1.5 անգամ աճ մենք ունենք բազային ֆինանսավորման ծրագրով հատկացված մեր միջոցներում, սակայն նաև պատկերը բյուջեի փոխվել է, կառուցվածքը դուք տեսնում եք այս երկու դիագրամներում, մենք աշխատավարձային ֆոնդի մեջ ունենք ավելացում մոտ 10%-ով, ինչը բացարձակվելով 2 անգամ ավելացում է աշխատավարձային ֆոնդի եւ որոշ նաեւ տվյալներով մենք բաժանումը մեր գիտատեխնիկական անձնակազմի եւ վարչասպասարկողի պայմանավորված այն ենթակառուցվածքներով, որ մենք ունենք, այնպիսին է, որ մեր ենթակառուցվածքները բավականին սպասարկում են պահանջում եւ այստեղ ուզում եմ որ թյուրիմացությունից խուսափելու համար առանձնացնել, որ վարչական կազմը միայն 10% է, իսկ մնացած արտադրական մեր անձնակազմն է, որը մենք որի անհրաժեշտությունը մենք ունենք, որպեսզի սպասարկենք այն ենթակառուցվածքները, որ ունենք։ Այս վերևից ձախ հատվածում ես ներկայացրել եմ տարիքային բաշխումը 25 եւ 20 եւ 18 թվականների ներողություն համեմատությունը 25-ը դա նարնջագույնն է, 18-ը կապույտը, մենք տեսնում ենք, որ տարիքային ցածր կազմում մենք ունենք պատիկներով աճ, այսինքն 35-ից ներքև խմբում մենք ունենք 4 անգամ աճ 25 եւ 18-ի համեմատությամբ եւ ունենք այս բնորոշ շեղումը միգրացիան տարիքային ավակ կազմում այս նվազող ընկնող կորը, որը նաեւ հասկանալիորեն ունի այսպես ընկնելու միտում, սակայն մենք միջին այս հատվածը, որտեղ մենք ունենք այդ փոսը, մենք փորձում ենք նաև բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերով, մասնավորապես արտերկրի գիտնականների ինտեգրումն է դա, պոստդոկ ծրագրերը, մենք ունենք արդեն շահառուներ 4-ից ավելի պոստդոկեր են մեզ միացել Չինաստանից, Հնդկաստանից եւ եւս այդքան կմիանան, նաեւ ինտեգրացիայի ծրագրերն են հաջողված եւ մենք լիահույս ենք, որ այդ փոսը մենք հաղթահարենք նաեւ այդ ծրագրերը իրականացնելու։ Աննախադեպ կամ թռիչքաձև աճ ունենք գիտական դրամաշնորհային ծրագրերի առումով, այստեղ աճը մեկ կարգով է 10 անգամ, դուք տեսնում եք 18 թվականի եւ 25 թվականի համեմատությունները, այս ինֆոգրամը, ինֆոպատկերը մեր ստորաբաժանումներն են 8 գիտական, որտեղից այս հայտերն են ներկայացում, տարբեր գույները դրանք տարբեր ստորաբաժանումներ են եւ սիմվոլները այդ բարձրագույն կրթության գիտության կոմիտեի խոշոր դրամաշնորհային ծրագրերն են պրոյեկտած այդ բաժանմունքների վրա, որը նաեւ բաժանմունքների գործունեության արդյունավետության ցուցիչ է։ Մենք տեսնում ենք մասնավորապես, որ 24 թվականին գիտական սարքերը, դրանք սև խաչերն են, մենք բավականին այսպես կենտրոնացել ենք այդ սարքերի ծրագրի վրա եւ հագեցրել ենք մեր լաբորատորիաները, իսկ 25 թվականին արդեն մենք կենտրոնացել ենք նոր դրամաշնորհային ծրագրերի վրա, մասնավորապես կին ղեկավարների հեռանկարային հետազոտությունների եւ եթե մենք նայենք սեռերի բաշխումը, գիտական եւ ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնող մեր աշխատակիցների, մենք կտեսնենք, որ իգական եւ արական սեռերը կրծեր գիտական կազմում գրեթե հավասարում են, չնայած դեռ կա բավականին տարբերություն, բայց ինչը չի կարելի ասել ավակ գիտական պաշտոններ զբաղեցնողների համար եւ մասնավորապես գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնողների համար մեր բոլոր ստորաբաժանումների ղեկավարները դեռ տղամարդիկ են եւ մենք լիահույս ենք, որ կին ղեկավարների ծրագիրը հաջողությամբ իրականացնելով մենք նաեւ այդտեղ որոշակի փոփոխություն կունենանք։ Հիմա ինչի վրա են ուղղվում այդ միջոցները, սովորաբար այդ մասին շատ քիչ է ասվում, բայց ես փորձել եմ այդ բացվածքը մանրամասն ցույց տալ, թե մենք ինչպես ենք ծախսում այդ միջոցները։ Իհարկե դրա մի կտորը դրամաշնորհային ծրագրերի աշխատավարձն է, որը ի լրումն է այն աշխատավարձի բազային, որի մասին ես խոսեցի, մոտ 2 անգամ աճի, այստեղ նույնպես հավելյալ մի բաղադրիչ կա։ Երկրորդը դա լաբորատորիայի ամրապնդումն է, որը խոշոր դրամաշնորհային ծրագրերի անբաժան մասն է, սա ենթակառուցվածքների բարելավում է եւ ապահովում է, որ աշխատանքներ իրականացվեն հարմարավետ պայմաններում։ Մյուս այդ լաբորատորիաների հագեցումն է ժամանակակից սարքերով եւ նյութերով եւ վերջապես այդ ամենից հետո իհարկե պետք է անդրադառնալ գիտական արդյունքներին եւ մենք գիտական արդյունքները ներկայացնելու համար կազմակերպում ենք գիտական միջոցառումներ, դրա համար նույնպես կա պետական աջակցություն, գիտական միջոցառումների աջակցության դրամաշնորհի տեսքով եւ վերջապես գիտական գործուղումները եւ վերապատրաստման ծրագրերը, որոնք ոչ պակաս կարեւոր մաս են այդ մշակութային փոխանակման եւ արտերկրի առաջատար կենտրոններ մեր հատկապես երիտասարդ հետազոտողների այցերի հետ կապված։ Սա լաբորատորիաների ամրապնդմանը վերաբերող կտորն է, աջ մասում դուք տեսնում եք նորացումները, ձախ մասում ինչ ունենք ընդամենը մի 4-5 տարի առաջ եւ իհարկե սկսած ամեն ինչից թե ինչպես են այդ քննարկումները կազմակերպում, ինչ պայմաններում
այն նաև հանգիստը անցկացնում իրենց գիտնականները, մենք մեր կազմակերպությունում դա շատ կարևորում ենք եւ համարում ենք, որ դա շատ ուղիղ կապ ունի գիտական արդյունավետության հետ։ Ժամանակակից սարքերով եւ նյութերով հագեցում սա ընդհանրապես մի օրինակ է գիտությունից դեպի ստացում, ծախմացում վերևում, սա հայտնի նյութ է, որն օգտագործվում է արևային պանելների ստացման համար եւ այդ նյութի մեր լաբորատորիայում ստացման համար մենք ունենք հագեցած գերժամանակակից լաբորատորիա, այստեղ 100 միլիոնավոր դրամներ են ծախսվել դրամաշնորհային ծրագրերով, որպեսզի վերջում այս ստանանք այն նյութը, որը ներքևի այս հատվածում դուք կարող եք տեսնել, սա պերովսկիտային նյութն է, սա մենք իրականացնում ենք մեր Հարավային Կորեայի գործընկերների հետ եւ արդեն առաջին այդպես արդյունք ունենք, այսպիսի արդյունքներ էլի կան, ես բոլոր ժամանակի հսկողության պատճառով չեմ կարող ներկայացնել, բայց սա այն է, ինչը մենք անում ենք ունենալով այդ միջոցները։ Եվ վերջապես գիտական միջոցառումների աջակցությունը շատ կարևոր է, որ գիտությունը լինի մրցունակ եւ միջազգային մրցունակ գիտություն անելու համար մենք նաեւ մեր արտերկրի գործընկերներին ենք հրավիրում պարբերաբար մեզ մոտ 25 թվականին մենք 5-ից ավելի միջազգային գիտաժողովներ ենք կազմակերպել մեր ինստիտուտում, որին մասնակցել են 200-ից ավելի արտերկրի գիտնականներ 20-ից ավելի երկրներից, իհարկե հիմնականում երկրների աշխարհագրությունը եվրոպական երկրներն են, Միացյալ Նահանգները, նաեւ ասիական երկրներից, ես նշեցի Հարավային Կորեան, ունենք գործընկերներ Ճապոնիայից, Չինաստանից եւ այլն։ Այս գիտաժողովները նաև լավ առիթ են երիտասարդ հետազոտողներին ներկայանալու եւ սա մենք անում ենք նաև Երևան պետական համալսարանի մեր գործընկերների հետ համագործակցելով, որպեսզի նաև ուսանողներին փորձենք ներգրավել եւ խթանել գիտական աշխատանքը նաև մեր բուհերում։ Մյուս կարևոր հատվածը, եթե այդտեղ սլաքովված էր դեպի մեզ, սա գիտական սլաքը դեպի դուրս է, գիտական գործուղումները եւ երիտասարդների վերապատրաստումը ինձ համար հատկապես շատ մեծ կարևորություն ունի մեր երիտասարդ հետազոտողների մասնակցությունը աշխարհի առաջատար կենտրոններում հետազոտությունից, սրանք մեր աշխատակիցներն են եւ ի ուրախություն նաեւ ինձ պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդ աղջիկներն են շատ այսպես ողջևորված մասնակցում այս ծրագրերին, այստեղ մեր աղջիկներն են ՑԵՌՆ-ում, ճապոնական Ցուկուբա քաղաքում, Գերմանիայում եւ այլուր, այսինքն այն բոլոր կենտրոններում, որտեղ մենք ունենք շատ ամուր համագործակցային կապեր եւ նաեւ նրանք իրենց ձեռքբերումներով հետո վերադառնում են մեզ մոտ եւ կիսվում մնացած երիտասարդների հետ, դա լրացուցիչ խթան է, որ նրանք նույնպես դիմեն այդ ծրագրերին վերապատրաստման եւ մեկնեն արտերկիր։ Իհարկե ոչ պակաս կարևոր է սոցիալականացման այս կտորը եւ այստեղ ՑԵՌՆ-ի հարակից այգում մեր երիտասարդներն են մասնակցում այդ մշակութային փոխանակմանը եւ թե ինչպես են այստեղ անում խորովածը կարելի է կռահել, որ նախաձեռնության մեջ նաեւ հայերեն ներգրաված եղել։ Շատ հիմա գանք գիտական արդյունքներին, սրանք մեր գիտական հրապարակումներն են միջազգային առաջատար պարբերականներում, որոշակի ալիքաձև պատկեր կա, որը իր բացատրություն ունի, այն շահկապվում է նաև միջազգային կենտրոններում դաթարների հետ, բայց մեր թիրախը 26-ի համար 400-ին մոտ գիտական հրապարակում ունենալն է, ակադեմիայի նախագահը նշեց, որ քանակը իսկապես աճում է, բայց ես ուզում եմ ընդգծել որակի գործոնը, վերևի աջ նկարը ցույց է տալիս որակը, թե ինչ ամսագրերում են մեր հոդվածները տպագրվել։ Ու ամենաբարձր հեղինակություն ունեցող ամսագրերը դրանք Q1 քառորդային վարկանիշի ամսագրերն են, եւ մենք տեսնում ենք, որ 70%-ը մեր հոդվածների հենց այդ ամսագրերում են, եւ պետք է նաեւ մեր այսպես գիտնականների կողմից փոխանցեմ այն ուղերձը, որ որոշ գիտական խմբեր իրենք ջանում են ամեն կերպ տպագրել իրենց հոդվածը լավագույն ամսագրերում, ավելի մեծ ջանք եւ ժամանակ ծախսելով, այն դեպքում, երբ կարող են դա անել ավելի արագ, ավելի հեշտ, ավելի այսպես ոչ առաջին քառորդային վարկանիշի ամսագրերում եւ նաեւ այստեղ թիվ որակ այս հարաբերակցությունը անպայման պետք է հաշվի առնել։ Մենք սա անում ենք նաեւ համագործակցելով հայաստանյան գիտական տարածքի այլ մեր գործընկերների հետ, համալսարանի հետ մեր համատեղ հրապարակումները 23%-ի կարգի են, ակադեմիա ինստիտուտների հետ դեռ մի փոքր քիչ են, բայց ես հույս ունեմ, որ դա նույնպես մենք կշատացնենք։ Մի օրինակ եմ ուզում շեշտել միջգիտակարգային այս համագործակցության, սա մի հոդված է, որը տպագրվել է անցած տարի սեպտեմբերին եւ այն համահեղինակել են երկու գիտնականներ, մեր աշխատակիցը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահե Գուրզադյանը եւ պարոն Բոբոխյանը, ով այստեղ նստած է, պատմական գիտությունների թեկնածու, սա վիշապաքարերին ուղղված հետազոտություն է եւ այսպես ցցուն օրինակ է, թե ինչպես տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականները կարող են հետազոտություն իրականացնել եւ այն իսկապես
շատ մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում եւ այս աճ մասում այն անդրադարձն է, որ միջազգային մամուլը ուղղել է այս աշխատանքին։ Սակայն փող վերցնելը մի բան է, այն արդյունավետ ծախսելը մեկ ուրիշ բան եւ մենք մեր ջանքը գործադրում ենք, որպեսզի նաեւ պետական միջոցները ծախսվեն արդյունավետ։ Երևի աճ նկարում ես բերել եմ համեմատությունը մեր կազմակերպության խմելու ջրի ամսական վճարի, ներողություն եմ խնդրում, որ այսպես լեյբլները անգլերեն են, դեռ մեր ծրագիրը անգլերեն է աշխատում, բայց մենք դա հայաֆիկացնենք առաջիկայում։ Դուք տեսնում եք տարբեր գույներով տարբեր տարիների ջրի ծախսն է, X առանցքը դա ծախսն է միլիոն դրամներով, Y առանցքը դա ամիսներն են, եւ մենք տեսնում ենք, որ 21-22 թվականների համեմատ մենք պատիկներով նվազեցրել ենք ջրի ծախսը, նույնիսկ ամիս կա, որ 10 անգամ մենք ջրի ծախսը 25 թվականին, դա սև վանդակն է, նվազեցրել ենք։ Բայց մենք մի նոր չափողականություն ենք մտցրել, այդ ծախսը կոնվերտացնել երիտասարդ հետազոտողների։ Քանի երիտասարդ հետազոտող մենք կարողանայինք ներգրավել, եթե այս կորուստները չլինեին։ Եվ ներքևում ես բերել եմ այդ թիվը 7-ից 8 երիտասարդ հետազոտողներ մենք ամսական կարող ենք ներգրավել, եթե այս ծախսերը մենք ծախսերի արդյունավետությունը բարձրացնենք։ Մենք նույնը անում ենք էլեկտրականության հետ կապված, նաև տարածքների կառավարման հետ կապված, բայց սա մեծ ջանք պահանջող աշխատանք է եւ այն մենք փորձում ենք անել համակարգված ձևով։ Մյուս կարևոր կտորը, չնայած այստեղ որոշակի այսպես տարբեր կարծիքներ կան գնումների մասին օրենքի հետ կապված, բայց ես ուզում եմ պնդել, որ գնումների մասին օրենքը ճիշտ օգտագործելու պարագայում այն նույնպես կարող է տնտեսումներ բերել, եւ այստեղ 25 թվականի տվյալներով մենք 60 միլիոն դրամի չափով մեր տնտեսումներն են, որը տասնյակ նորից այն չափողականությամբ երիտասարդ հետազոտողներ են, եւ մենք նաեւ մեր հոգաբարձությունների խորհրդի հետ միասին նախատեսել ենք, որ երիտասարդ հետազոտողները, դրանք մեր համալսարանի ուսանողներն են, կարողանան արդեն երկրորդ կուրսից ներգրավել եւ լաբորատոր աշխատանքները իրականացնել մեզ մոտ լաբորանտի կարգավիճակով, ոչ լրիվ իհարկե աշխատաժամանակ։ Բայց այստեղ պետք է նշեմ, որ սա կիրառելի է ոչ բոլոր այսպես սեգմենտներում, այնտեղ որտեղ շուկան դեռ շատ սեղմված է, մասնավորապես գիտասարքերի մրցույթների դեպքում մենք խնդիրներ ունենք նույնպես, բայց տնտեսական մնացած հատվածներում ճիշտ կազմակերպված գնումները միայն կարող են օգուտ բերել։ Հիմա գալով երկրորդ կեսին մեր միջազգային համագործակցություններին, մեր քարտեզը միջազգային համագործակցությունների բավականին լայն է, աշխարհագրությունը Ամերիկայից մինչև Ճապոնիա է, այստեղ մենք խոշոր աշխարհում գործող խոշոր առաջատար կենտրոնների հետ մեր համագործակցություններ են, եւ ես ուզում եմ ձեզ ընդհանրապես ցուցադրել այսպես կենթանի ռեժիմում տվյալների ստացումը, սա ճապոնական Ցուկուբա քաղաքում տվյալների ստացումն է հենց այս պահին, որտեղ մեր խմբերը մասնակցում են եւ այս տվյալները հետագայում մշակում են, իհարկե ժամանակ չկա, ինքը սլայդը կթերթվի եւ կգնա մնացած բոլոր կենտրոնները, այդ թվում Ցերնում, Միացյալ Նահանգներում եւ այլն։ Հիմա եթե գնանք առաջ, իսկ ինչի են պետք այս համագործակցությունները, քանի որ դրանք աշխարհում ամենախոշոր տվյալներ գեներացնող կենտրոններն են, մենք այդ տվյալները նաև մշակելու հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում եւ մեր գործընկերների հետ միասին ինֆորմատիկայի ինստիտուտից, պարոն Ասատրյանը այստեղ է, մենք անցած տարի գարնանը կարողացանք մեր գերհամակարգիչը Ազնավուրը դարձնել համաշխարհային գրիգ հաշվողական համակարգի մաս։ Իհարկե սա արվեց այն ժամանակ, երբ դեռ չէր գործարկվել համալսարանի համակարգիչը, բայց մենք նաև առաջիկայում ծրագրում ենք քննարկել գործընկերների հետ համալսարանի եւ նաև այդ համակարգիչը դարձնել այս հաշվողական համակարգի մաս, ինչը շատ մեծ պահանջարկ ունի հատկապես այս կենտրոններում գեներացված տվյալները մշակելու առումով։ Հիմա գալով մեր կապերի պատմության, այստեղ ուղիղ եւ անուղղակի կապերի մասին, սրանք այն երկու ալեհավաքներն են, որոնք առաջին անգամ կապեցին մեզ գերմանական խոշոր դեզի կենտրոնի հետ եւ առաջին անգամ արբանյակային ինտերնետը այս ալեհավաքներով եկավ Հայաստան 94 թվականին 64 կիլոբիտ վայրիկյան եւ ինձ ասել են, որ ֆիզիկայի բանավանի մեր բնակիչ աշխատակիցները առաջինն էին, որ Հայաստանում ունեին հասանելիություն համացանցի, որը հետագայում արդեն 98 թվականին ավելացվեց այս հզորությունները մինչև 256, իսկ արդեն 2000-ականներից այս պրոյեկտի շրջանակներում այն արդեն մեգաբայթ էր։ Բայց սա միայն անցյալ չէ, սա մեր ներկան է եւ նաեւ վաղվա օրը, այստեղ դեզի տնօրենների խորհրդի նախագահի եւ իր պատվիրակության այցն է Հայաստան, որտեղ մենք նոր ապագային միտված պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ ես ինքս վերջերս դեզիում եմ եւ այն խոշոր պրոյեկտը, որը աշխարհում ամենամեծ լազերի պրոյեկտն է եւ դեզին դա իրականացնի, իրենք նաեւ որոշակի
ներգրավվածություն մեր մասով կապահովեն նույն տվյալների մշակման առումով, այսինքն այս պայմանավորվածությունները կան եւ նաեւ մեր երիտասարդ հետազոտողների համար լավ առիթ են անվճար այդ տեխնոլոգիաների վրա աշխատելու, հաղորդակցվելու եւ գիտության առաջնագծում իրենց հետազոտությունները անելու։ Մենք նաեւ որոշակի սարքեր այստեղ սարքելով, ես նշեցի մեր մյուս թևը Արագած լեռան վրա, մեր աշխատակիցները տիեզերական եղանակի ուսումնասիրությամբ զբաղվող այստեղ իրենց սարքերն են ցախ նկարում, տեղակայում Գերմանիայի ամենաբարձր կետում, դա Ցուգշպիցե լեռն է Բավարական Ալպերում, եւ սա այն տվյալներ են, որոնք մեկ ընդհանուր ցանցի ներքո հասանելի են այդ համակարգի գիտնականներին եւ սա սարքի այսպես հիմնական կտորն է Սևան անունով, որը հապավում է Space Environmental եւ այլն, եւ այս կտորը նույնպես ստեղծվել է մեր ինստիտուտում եւ տեղափոխվել Բերլին հետագայում։ Մենք այլ գործընկերների հետ նույնպես մեր կապերը ակտիվ պահում ենք, իհարկե մենք ունենք ավանդական մյուս գործընկերը Միջկայուն հետազոտությունների միացյալ ինստիտուտի Դուբնայի միջազգային կենտրոնի եւ ես համարում եմ շատ կարեւոր ձեռքբերում, որ մենք Դուբնայի ղեկավարության հետ ունեցանք, որ Դուբնան առաջին անգամ մեր ինստիտուտում ենթակառուցվածքների վրա ներդրում կանի։ Նախկինում այդպես դա չէր լինում, հիմա որոշակի գումար մենք ստացել ենք Դուբնայից տեստ լաբերի գաղափարը, մենք ժամանակակից սարքավորումներ այստեղ միջազգային ֆորմատով կունենանք եւ որպես վերջնական օգտագործող այդ սարքերը կմնան մեզ մոտ, այդպեսին է մեր պայմանավորվածությունը։ Մյուս կարևորությունը դա գերմանական GRS ընկերության հետ պայմանավորվածությունն է, սա զբաղվում է միջուկային նյութերի անվտանգության հարցերով, ինքը բացում է որպես Global Research for Safety եւ ինչ է սա մեզ համար կարևոր, որովհետեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքից դուրս երկրորդ խոշոր ամենամեծ պահեստարանը միջուկային նյութերի եւ ռադիոակտիվ աղբյուրների մեզ մոտ է, մեր ինստիտուտում է եւ մենք GRS-ի հետ եւ նաեւ մեր գործընկերների միջուկային անվտանգության կոմիտեի գործընկերների հետ համագործակցաբար այն դարձնում ենք ժամանակի պահանջներին բավարարող։ Արդեն առաջի քայլերը արել ենք, մենք գեր ժամանակակից սարքավորումներով այն կկահավորենք, ինչպես պահպանման, այնպես էլ տեղաշարժի ամբողջ ընթացքը, որպեսզի համապատասխանի ատոմային գործակալության, ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին։ Ու սարքերի մի մասը սա շրջանական համաձայնագիր է եւ այստեղ մեր եւ գերմանական կողմերը արտաքին գործերի նախարարությունների մակարդակով այս համաձայնությունը դեռ եկել են 20 թվականում եւ մենք իրականացնում ենք այն տեխնիկական աշխատանքը, որը պետք է իրականացվի։ Եվ վերջապես մյուս կարևոր գործառույթը գիտության հանրահռչակումը դա աշակերտներին տարբեր դպրոցներից, տարբեր տարիքային խմբերի պարբերական այցերն են ինստիտուտ, այստեղ դուք տեսնում եք այդ այցերը, սա նույնպես շատ կարևոր ենք մենք համարում, ունենք թիրախային խումբ, կոնկրետ ֆիզմատ ուղղությամբ դպրոցներից դա Շիրակացին է, դա Քվանտն է, դա Շանյանի անվան ֆիզմատ դպրոցն է, իրենց համար մենք միջազգային վարպետաց դասեր ենք կազմակերպում, վերջինը մարտ ամսին ենք արել, դա մի ցանց է միջազգային, երբ աշակերտները այստեղ Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում միանում են Zoom համակարգով եւ միասին քննարկում են այն առաջադրանքները, որ պետք է համատեղ լուծեն։ Ու այստեղ Շիրակացու ճեմարանի սաների այցն է մեզ մոտ, ամռան շրջանում մենք այդ ինտերշիփերի փորձնակցության ծրագիրն ենք իրականացնում, նաեւ իրենց առօրյան դարձնելով հարմարավետ, այսպես ֆիզիկան միախառնելով հարմարավետության հետ, այսպես ֆիզիկային միտված նաեւ այսկրիմ փարթիներ անելով իրենց համար։ Սա ուղղակի այսպես ընթացիկն է եւ վերջապես վերջի կարևոր բանը ինչ է անում գիտությունը եւ հարկատուներին ինչպես մենք բացատրենք այստեղ պետք է ես խոստովանեմ որ շատ անելիք կա չնայած մենք մեդիայում փորձում ենք ամեն ձևով ցույց տալ մեր արած գործերը բայց անձնապես ինձ համար մեծ ցավ է երբ հանրային տրանսպորտից օգտվելիս կամ տաքսում մեր վարորդները հարգարժան հարցում էին մի քանի տարի առաջ իսկ ֆիզիկա ինստիտուտը աշխատում է Ես իհարկե մեծ ցավ եմ ապրում, բայց հետո արդեն մի քանի տարի հետո հարցը փոխվել է եւ ասում են իսկ ինչ է անում ֆիզիկա ինստիտուտը։ Ասեմ դա այնքան էլ հեշտ հարց չէ եւ պետք է կարողանալ նաեւ բացատրել թե ինչ է անում ֆիզիկա ինստիտուտը, որը նաեւ հասկանալի կլինի մեր հարգարժան քաղաքացիներին եւ ինչ է անում ֆիզիկա ինստիտուտը, նաեւ ֆիզիկա ինստիտուտը կազմակերպում է հայաստանյան գիտնականների հավաք, անցած անգամ սա արվում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի ներքո նույնպես եւ մենք 25 թվականին Հայաստանի գիտնականների տարբեր բնագավառները ներկայացնող կազմակերպեցինք այս հավաքը Դիլիջանում, իհարկե սա 22 թվականից սկսված ծրագիր էր եւ այս արտագնա հանդիպումը շատ լավ անցավ, մենք ունենք շատ դրական արձագանքներ հետադարձ կապով եւ անհամբեր գիտնականները
սպասում էին նաև այս տարվա միջոցառման, սա ուղղակի փոքրիկ այսպես կճանկար է տարբեր սեսիաներով, պարալել, պլենար, մենք այս քննարկումները արեցինք, նաև այցեր եղան տեղի համայնքային դպրոցներ գիտնականների, սա նույնպես կարևոր էր, որպեսզի գիտնականը աշակերտները տեսնեն գիտնականներին, լսեն իրենցից առաջին ձեռքից, ինչպես ասում են, թե իրենք ինչ են անում։ Եվ իհարկե այս տարի նույնպես մենք այս միջոցառումը կազմակերպենք Դիլիջանում, մենք այն պլանավորել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնել մայիսի 11-ից 16-ը, այս տարվա խորագիրը առաջընթաց արդյունավետ գիտությամբ է և մենք ընտրել ենք կարգախոսը միջոցառման ծաղկող գիտություն, կայուն պետություն։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Հաջորդ բանախոսը եռաչափ տպագրությունը բժշկությունից դեպի տիեզերք Մարինա Աղայան։ Պարոն վարչապետ, ուզում եմ տեղեկացնել, որ Տիկին Աղայանը Էստոնիայում էր աշխատում 44-օրյա պատերազմի ժամանակ իր լաբորատորիայով սարքավորներով տեղափոխվել է Հայաստան և քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրել է մեծ խումբ և բավականին անրոքոտ աշխատանք է կատարում մեր հանրության համար։ Շնորհակալություն ներկայացնելու համար, ողջունում եմ բոլորին, իմ համար պատիվ է այստեղ այսօր ելույթ ունենալ և ներկայացնել մի փոքր հաջողակ պատմություն մեր լաբորատորիայի մասին, այն եռաչափ տպագրության մասին է և ինչպես կարելի է երկու հոգով ընդամենը գալ և ստեղծել տասնապատկել հաշված տարիների ընթացքում տասնապատկել լաբորատորիայի և բյուջեն և կատարված աշխատանքը և մասնակիցները և թիմակիցները։ Սա երևի միգուցե գալիս էր նաև փորձից, քանի որ ես ինքս հնարավորություն ստացա նորից պետության աջակցությամբ 15 տարի առաջ մեկնել Իսպանիա, որոշակի սովորել այնտեղ աշխատանքներ անել, հետագայում վերապատրաստվել տարբեր երկրներում, Ֆինլանդիա, Գերմանիա, նորից Իսպանիա և Էստոնիայում կատարել ասպիրանտական աշխատանքը և հիմնադրել լաբորատորիա Էստոնիայում և այդ հարուստ փորձը ինձ անընդհատ մղում էր, որպեսզի դա պետք է այդ փորձը բերել Հայաստան և ոգևորված սկսել այստեղ ինչ-որ բան անել։ Ինչու եռաչափ տպագրություն, քանի որ նախ փորձը կար եռաչափ տպագրության ոլորտում և ես կարծում եմ իմ թիմակիցների հետ միասին, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ պետք է եռաչափ տպագրությունը ընդլայնել։ Սա թույլ է տալիս փոքր արտադրություններ ունենալ, փոքրամասշտաբ արտադրություն առանց մեծ ծախսեր իրականացնելու և թույլ է տալիս նաև տեղային ոչ պահեստավորվող պահեստամասեր արտադրել։ Ինչու է նաև կարևոր, քանի որ եռաչափ տպագրությամբ արտադրված բոլոր դետալները իրենք ինքնարժեքը ցածր է և դրանց արժեքը բավականին բարձր է, հաշվի առնելով նաև մեր լոգիստիկ դիրքը Հայաստանի շատ հարմար կլիներ նաև տեղափոխելու։ Եվ վերջապես գիտությունը եռաչափ տպագրության ոլորտում շատ կտրուկ աճում է, մեծ կազմակերպություններ, մեծ տերություններ, պետություններ մեծ ուշադրություն են դարձնում այս ուղղության վրա։ Սա շուկայի ուսումնասիրություններ, որը ի սկզբանե կատարվեց նախքան որևէ բան ստեղծելուց առաջ, շուկայի ուսումնասիրություն ենք կատարել և տեսել ենք, որ տարեկան աճը այս ոլորտի, ֆինանսական աճը կազմում է 20%-ից ավելին, որը բավականին խոստումնալից էր և իմաստ ուներ մեր երկրում, փոքր երկրում այսպիսի ուղղություն զարգացնելու համար։ Ինչը նաև, այսպես ասած, կատալիզ հանդիսացավ Հայաստան վերադառնալուն, դա ներուժ ծրագիր էր, որը կազմակերպվել էր բարձր վտա նախարարության կողմից, այն նպատակ ուներ սփյուռքահայությանը վերադարձնել Հայաստան և առաջի տեղը գրավելուց հետո ունենք 1 տարի ժամանակ, որի շրջանակներում պետք է արդեն Հայաստանում ստեղծել լաբորատորիա։ Չնայած մինչև այդ արդեն ունենք կոնցեպտը և գործընկերների հետ միասին մեր անձնական ֆինանսավորմամբ գնացինք առաջի պրինտերը, ստեղծեցինք փոքրիկ լաբորատորիա, ընդունեցինք աշխատողներ և քանի որ ունենք մեծ փորձ աշխատել տիեզերական կազմակերպությունների գործակալությունների հետ, ունենք այդ ժամանակ պայմանագրեր նաև Եվրոպայի տիեզերական գործակալության հետ, Էրիքսոնի, Huawei-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ որոշեցինք այդ փորձը բերել Հայաստան և Հայաստանի թիմը նաև հանդիսացավ գիտական այդ մեծ պայմանագրերի գիտական մասը կատարելու
կատարող, հա, իրականում թվում է տիեզերագնացության համար շատ բարդ է, իրականում այս շուկան մտնելը շատ բարդ է եւ իրենց այդ պայմանագրերը բավականին մեծ հմտություններ են պահանջում, քանի որ յուրաքանչյուր դետալ, որը պատրաստվում է տիեզերագնացության համար, բավականին մեծ քանակությամբ փորձեր են իրականացվում եւ անալիզներ են կատարվում եւ արտադրությունն է անընդհատ վերահսկվում եւ այլն։ Ինչն էր հետաքրքիր Հայաստանում, որ մենք այստեղ ունենք եւ յուրահատուկ համախմբվածություն գիտական միջավայրի, այսինքն այն անալիզը ոչ թե մի երկրից մյուսը գնալով, հա, նմուշներ տարբեր երկրներ ուղարկելով կարելի է կատարածել, այլ ունենալով այստեղ գեներացված բավականին մեծ սարքավորումներ, կարևոր անալիտիկ սարքավորումներ, հնարավոր էր այդ նույն անալիզները կատարել մեկ երկրի շրջանակում եւ խնայել բավականաչափ ժամանակ։ Ասեմ նաեւ, որ քանի որ Հայաստանը չի գտնվում Եվրոպական միության մեջ եւ պայմանագիր առայժմ չունի տիեզերական գործակալության հետ, մի քիչ բարդացվում էր, բայց քանի որ տեսնելով էֆեկտիվությունը, թե ինչ էֆեկտիվությամբ մենք այստեղ կատարում այդ աշխատանքը, նրանք ուզեցան եւս մեկ պայմանագիր կնքել մեր հետ։ Սա կարծում եմ շատ մեծ հաջողվածություն է, օրինակներից մեկը բերեմ, հա, ինչպիսի դետալներ ենք պատրաստել, օրինակ ունենք էլեկտրոնային փաթեթներ եւ նման բազմանյութ տպագրությունը ամբողջ աշխարհում առաջինը մեր կողմն էր, որը կարողացավ կատարել մեր process-ի ընթացքում եռաչափ տպագրությամբ։ Նպատակը այն էր, քանի որ տիեզերքում մենք ունենք ստվերի եւ արևի տակ գտնվելու կախված սա ստվերում է գտնվում դետալը թե արևի տակ, ջերմաստիճանը կարող է փոխվել -200-ից +200 աստիճան եւ դա կարող է լինել շատ կտրուկ։ Այդ կտրուկ ջերմաստիճանային տատանումների պատճառով դետալները սկսում են ընդարձակվել կամ փոքրանալ։ Եվ դրանց պատճառով առաջանում են ճարքեր։ Նպատակներից մեկը ստեղծել այնպիսի նյութ, որը կդիմանա այդ մեծ ջերմաստիճանային տատանումներին առանց ճարքերի առաջացման։ Սա բավականին դժվար աշխատանք էր, որը կատարեցինք մի քանի գործընկերների հետ մեկտեղ, ավստրիացիների, գերմանացիների, շվեյցարացիների, եւ պատիվ ունեմ ասելու, որ մենք բավականին հաջող ելույթ ունեցանք այս կոնսորցիումում եւ բերեցինք, հա, իրենց սեղանին դրեցինք այն, ինչը պետք էր։ Նման աշխատանքներ կատարում ենք նաև հայկական կազմակերպությունների հետ, պետք է ասեմ, որ Հայաստանում կիրառական գիտությունը իմ տեսակետից, հա, իմ տեղեկացվածության շրջանակներում բավականին ինտենսիվ զարգանում է եւ ստարտափներից մեկի հետ նաև պատրաստել ենք ջերմահեռացման համակարգեր, որոնք օգտագործվել են, այսպես ասած, ԱԹՍ-ների կամ դրոնների մեջ։ Էֆեկտիվությունը բավականին բարձրացվել է, ԱԹՍ-ի քաշը բավականին իջել է։ Շատ հետաքրքիր էր բժշկության մեջ մեր մտնելու կարևորությունը։ Սա իհարկե լավ օրից, այսպես ասած, չի եղել։ 44 օրվա պատերազմից հետո մենք ունենք բավականին մեծ քանակությամբ զինվորներ, որոնք ունեն մեծ խնդիրներ առողջության հետ կապված եւ շատ ժամանակ մեծ վնասվածքների դեպքում պետք է բուժառուներին պետք է հարմարեցված արտեն իմպլանտներ, քանի որ ստանդարտ իմպլանտները արդեն չեն բավարարում աշխատանքը հա ֆունկցիան վերականգնելու համար։ Այստեղ տեսնում ենք որոշ աշխատանքներ, իրականում վերջին 4-5 տարվա ընթացքում մենք 300-ից ավելի բուժառուի կյանքի բարելավում ենք իրականացրել մեր լաբորատորիայի շրջանակներում եւ կարծում եմ սա բավականին մեծ թիվ է։ Միևնույն ժամանակ այստեղ գիտություն մասը նշեմ, հա, որ չթվա թե սա պարզապես արտադրություն է, մենք Հայաստան ենք ներմուծել նաև նոր տեխնոլոգիաներ եւ նոր նյութեր, որոնք թույլ են տալիս ոսկորին, բնական ոսկորի, մարդու բնական ոսկորի աճին, երբ որ իմպլանտը ինքը ժամանակի ընթացքում քայքայվում է։ Իհարկե այս հիմնական աշխատանքները կատարվել էին Իսպանիայում 15 տարիներ առաջ, որից հետո շուկա փորձեցինք, այսինքն փորձեցինք սրանք արտադրել արդեն Հայաստանում, դրանց վերջնական անալիզները կատարելուց հետո։ Եվ թույլ տվեք պատմել մի պատմություն, զինվորի պատմություն, բժշկական զինվորի պատմություն, որը 44 օրվա պատերազմի ընթացքում մեծ վնասվածք էր ստացել, իր տալուս ոսկորը, ոտքի այս ներքևի մասը վնասվել էր եւ ժամանակի ընթացքում, քանի որ այդ վնասված ոտքով ինքը մնացել էր պատերազմի դաշտում փրկելով այլ կյանքեր, սկսել էր ոսկորը նեկրոզի ենթարկվել։
Երբ որ արդեն վերադարձել էին Երևան, իրեն առաջարկել էին ոտքը ամպուտացնել, քանի որ արդեն նեկրոզը սկսվել էր, եւ մենք իմանալով այս դուրի մասին առաջարկեցինք զինվորին պատրաստել հատուկ իր համար հարմարեցված երաչափակությամբ իմպլանտ, որը թույլ տվեց մեզ փրկել երիտասարդի ոտքը 35 տարեկան երիտասարդի ոտքը եւ նա արդեն չանցած 1 տարի քայլում էր առանց հենակների։ Նման օրինակներ շատ ունենք, ես չուզեցա ձեր ժամանակը խլել, ունենք նաեւ երիտասարդ մայր, որի միակ երազանքը իր երեխային իր ոտքով դպրոց ուղեկցելն էր, քանի որ 7 տարի անկողնային հիվանդ էր, պարտված էր, եւ նրան նորից պետք էր հարմարեցված իմպլանտներ բավականին մեծ չափով, որտեղ կոնքի բավական մեծ չափը բացակայում էր։ Եվ նորից մենք պատրաստեցինք Ինձ զարմանս ինձ 7 օր հետո, երբ ես իրեն տեսա հիվանդանոցում, նա արդեն քայլում էր։ Ունենք նաև երեխաների շատ դեպքեր, բայց թիվը չեմ ուզում շարունակեմ, յուրաքանչյուր դեպք, որը 300 անց է արդեն մեր պատմության մեջ, յուրահատուկ է եւ յուրաքանչյուր կյանք մեր համար կարեւոր է, հանուն որի կարելի է անել գիտություն եւ պետք է անել գիտություն։ Նաև ամփոփեմ փոքրիկ, այստեղ շատ համեստ թվեր եմ իրականում գրել։ 2020 թվականին, երբ որ մենք որոշեցինք ստեղծել լաբորատորիան, մեր ֆինանսական միջոցներից գործընկերներով որոշեցինք որպես օգնություն Հայաստանին ստեղծել լաբորատորիա 50 միլիոն դրամ ընդամենը այսպես ասած գումար դնելով եւ պրինտեր ձեռք բերելու համար։ Եվ ասեմ, որ շնորհիվ այս ծրագրերի, որոնք գոյություն ունեն հիմա Հայաստանի Հանրապետությունում, մեր բյուջեն տասնապատկվել է եւ նույնիսկ ավելին, չհաշված որոշ սարքավորումներ նաեւ, եւ սա կարծես մեզ անընդհատ թև է տալիս եւ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք եւ ավելի բարգավաճենք, ավելացնենք մեր գիտությունը։ Եվ ասեմ, որ Հայաստանում այո, կիրառական գիտությունը գոյություն ունի եւ ես կհրավիրեի բոլոր ակադեմիկներին գալ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ եւ տեսնել ինչպիսի ահռելի աշխատանք է կատարվում եւ ինչպիսի մեծ համագործակցություններ են տեղի ունենում Ericsson-ի, Huawei-ի, ես պարզապես չեմ ուզում շղթան ասեմ, կարող է ինչ-որ մոռանամ, հսկայական աշխատանքներ է սպասում եւ պետք է սա գնահատել, ինձ թվում է։ Շնորհակալություն բոլորին եւ գլխավորություն պարոն Մինասյանի բոլորին կհրավիրեի մեր ինստիտուտ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, եկեք խնդրենք պարոն վարչապետին իր դիտարկումները մեր այս քննարկումների շարքի հետ կապված։ Շնորհակալ եմ շատ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարգելի տիկին նախարար, Գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի նախագահ, Գիտության պետական կոմիտեի հարգելի նախագահ, հարգելի ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոկտորներ, գիտությունների թեկնածուներ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ, նախ շնորհակալ եմ այս քննարկումը կազմակերպելու համար, որովհետև տեսեք, ինչքան էլ մենք շատ հաճախ ենք քննարկում կառավարությունում եւ պետական տարբեր մարմիններում գիտության ոլորտում մեր իրականացվող քաղաքականությունները եւ ինչքան էլ զեկույցներ ենք լսում կամ կարդում, ստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ես այս քննարկման ընթացքում զարմանալի նորություններ իմացա, որոնք անշուշտ իրենց ազդեցությունը կունենան մեր հետագա քաղաքականությունների մշակման գործում, որովհետև ես կարծում եմ, որ ծրագրեր ունենալ, այդ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալ, այդ ծրագրերը իրականացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների եւ պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն, որպեսզի նաեւ այդ մտքերը հղկվեն այնտեղ, որտեղ պետքա երկրորդեն մեկը մյուսին եւ ավելի ուժեղանան եւ տեսանելի դառնան,
դա պետքա տեղի ունենա։ Հիմա երբ քիչ առաջ խոսվում էր 3D տպագրության միջոցով մարդկանց կյանքերը փոխելու եւ կյանքի որակը փոխելու մասին, ես այդ ընթացքում մտածում էի եւ հիշում էի, վերհիշում էի մեր բոլոր նորակառույց դպրոցները, որտեղ 3D տպից սարքերը պարտադիր նախագծի մաս են, այսինքն, բայց մյուս կողմից ես հիշում եմ եւ արձանագրում ենք մենք, որ մեր բազմաթիվ դպրոցներում ամիսներով այդ 3D պրինտերները դրած են, բայց դեռևս չեն օգտագործվում։ Սա էլ ունի իր պատճառը, որ մարդիկ պարզապես չեն տիրապետում, բայց ես քիչ առաջ ձեր ելույթը լսելիս մտածում էի, եթե օրինակ դպրոցի երեխաները այս պատմությունը լսեն, 3D պրինտերի եւ տպագրության նկատմամբ նրանց հետաքրքրությունը կտասնապատկվի, որովհետեւ սա շատ կարեւոր հանգամանք է եւ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց նրա մասին, որ գիտական սարքերը ամբողջ ծավալով չեն օգտագործվում։ Այդ խնդրի հետ իհարկե մենք առնչվում ենք նաեւ դպրոցներում, տարբեր ոլորտներում եւ նաեւ օրինակ դպրոցներ այցելելիս ես նկատում էի եւ նկատում եմ, որ մեր բազմաթիվ լաբորատոր սարքերը արգղից առաջին անգամ դուրս են գալիս իմ այցի առիթով եւ չնայած դպրոցը ամիսներով գործում է։ Հազար ներողություն այս համեմատության համար, այտենց հիգիենիկ ոլորտ մտնելու համար, բայց ես բազմաթիվ տեղեր նկատում եմ, մենք հիմա մարզադահլիճներում բոլոր լոգարաններ, ցնցուղներ ենք նաև ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայի դասից հետո սպորտով զբաղվելուց հետո նաև օգտագործեն։ Ես տեսնում եմ տասնյակ դպրոցներում, չնայած մի տարով բացված դպրոցներ կան, բայց այդ ցնցուղները եւ լաբորատոր սարքերը շատ հաճախ տեսնում եմ, որ կամ չեն օգտագործվում, կամ տեսնում էի, որ կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում։ Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, ընդհանուր նյարդայնանում էի, բայց հետո հասկացա, որ մենք պետքա իրավիճակին ավելի ամբողջական մոտենանք։ Ի վերջո մարդը մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլով, մի ռուտինով, որտեղ այդ լաբորատորիաները չեն եղել, որտեղ այդ ցնցուղները չեն եղել, որտեղ այդ ամեն ինչը չի եղել, եւ մենք նոր ռուտին պետք է ստեղծենք կյանքի։ Եվ դրա համար պետք է նաև առանձնահատուկ միջոցներ կիրառենք։ Ես ինչու եմ խոսում 3D պրինտերնի պատմությունը աշակերտի եւ ուսուցչի կողմից լսելու մասին, որովհետեւ եթե մարդիկ պատկերացնեն, որ դա այդ process-ը մի ապագայում ինչ-որ կետի կարող է մարդկանց կյանք հետ փրկել, իրենց մոտիվացիաները եւ ուսուցիչների, եւ աշակերտների, եւ ընդհանրապես դպրոցի կուժեղանան, որովհետեւ մեր փորձը ինչա ցույց տալիս, մեր փորձը ցույց է տալիս եւ այնինչ այսօր այստեղ լսեցին, առանց առաջնորդության չի լինում, բայց առաջնորդել չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն։ Կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը, երրորդ դեպքում ծնողը եւ ծնողների խումբը, ովքեր իրենց էներգիայով եւ իրենց առաջնորդությամբ կարող են process-ներ հարուցել։ Այո, փաստը այն է, որ 2017 թվականի համեմատ մենք 2025 թվականի արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ 185%-ով մենք ավելացրել ենք ֆինանսավորումը եւ նաեւ գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել ընդհանուր մինչև 300% եւ ավելի, բայց նաեւ ձեր նշած հանգամանքը եւ այդ հանգամանքի ընկալումն է եղել պատճառը, երբ որ խոսում էր գիտական սարքերի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ խոսեց որակավորման հետ կապված խնդիրների մասին եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար, որովհետեւ երբ որ դուք խոսում եք մեր գլուխ գովալու մոտեցման եւ որակավորման հետ կապված խնդիրների մասին, ես մտածում էի գուցե սխալվում եմ, բայց գոնե ես Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում, ելի եմ ասում ամենայն հարգանքով գուցե բաց եմ թողել, ես նկատի ունեմ, ես գոնե առաջին անգամ եմ լսում եւ սա շատ կարեւոր փոփոխություն է եւ որովհետեւ առաջինը մեր մտածողությունը եւ լեզվամտածողությունը պետք է փոխվի եւ այս առումով նաեւ պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ որ ասում եմ, որ կառավարությունը աջակցում է գիտությանը
որովհետև այստեղ մի տեսակ բան է, տարածություն է ստեղծվում, դիստանցիա է ստեղծվում կառավարության եւ գիտության միջեւ։ Մենք գիտությանը չենք աջակցում։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է։ Այսինքն մենք չենք տեսնում, որ կա պետություն, կառավարություն այստեղ եւ ինչ որ մի հերավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է եւ դա ունի շատ կոնկրետ եւ շոշափելի պատճառ։ Մենք չենք պատկերացնում պետության զարգացումը առանց գիտության զարգացման։ Եվ մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումը առանց կրթության զարգացման, որովհետև բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում։ Եվ նաև ես այստեղ մի միտք կար, որը մտածում էի արժի ձևակերպել, թե չէ, ինչքանով կընկալվի, որովհետև գիտությունը ինքը տնտեսություն է։ Եվ երբ որ ֆիզիկայի ինստիտուտի հարգելի տնօրենը խոսում էր, թե ինչպես ջրի կոմունալ ծախսի կրճատմամբ կարելի է ավելացնել գիտության ֆինանսավորումը, սա ցույց է տալիս, որ գիտությունը ինքը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը եւ գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը եւ գիտությունը որպես տնտեսություն ընկալելը շատ կարեւոր գործիք է եւ շատ կարեւոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Եվ ես էլի հիշում եմ բազմաթիվ դրվագներ վերջին տարիներին գիտության ոլորտի հետ մեր առնչությունների։ Ես հիշում եմ, թե ինչպիսի երկար տանջանքների եւ տառապանքների արդյունքում հնարավոր եղավ, որ ֆիզիկա ինստիտուտում այդ իզոտոպերի արտադրությունը տեղի ունենա, որը առողջապահության ոլորտում այսօր օգտագործվում է եւ ակնհայտորեն դրա օգտագործումը ավելի կընդլայնվի մանավանդ առողջության ապահովագրության համակարգի ներդրման պայմաններով եւ այստեղ շղթայական մենք process ունենք մի կողմից մեր գիտական հաստատությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մտնում մյուս կողմից մեր առողջապահության համակարգը ստիպված չի լինում գումարները երկրից դուրս անել, որովհետև նախկինում դա արտահանվում էր, ընդ որում ես ինչքան ինձ հասցրել են ասել, այդ իզոտոպները շատ կարճ կյանք ունեն եւ իրենց արտադրության եւ օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է եւ նաեւ մյուս կողմից մենք մասնավորապես քաղցկեղային, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ հետեւաբար կանխարգելման գործիքներ ենք ստանում, որը իր հերթին մեր մարդկային ռեսուրսը, եթե տնտեսական տերմինով արտահայտվենք, ավելի աշխատունակ, գործունակ եւ կենսունակ է դարձնում, ինչը իր հերթին բերում է տնտեսական էական օգուտներ։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ նաև մեր պատկերացումն է, որ գիտությունը եւ գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ եւ ներկայություն պետք է ունենա, բայց նաեւ շատ դեպքերում այդպես է նույնիսկ այն պայմաններում, երբ որ իրենք գիտնականները դրա մասին չգիտեն։ Ես վերջին շրջանում առիթ եմ ունեցել ասելու, որ վերջին տարիների մեր քաղաքականությունները մասնավորապես ուղիղ կապ են ունեցել նաև մեր պատմության ընթերցման եւ վերընթերցման հետ։ Եվ իհարկե նաև ես ինքս երբեմն սկզբնական շրջանում որոշակի այդ 20, 21, 22 թվականներին որոշակի ինքս իմ մեջ բանավեճեր էի ունենում մեր պատմագիտական հանրության հետ, բայց մյուս կողմից մի X պահի ես արձանագրեցի մի շատ կարևոր բան, որ մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գործերում, պատմության հատորյակներում շատ բարեխղճորեն, բարձր մակարդակի բարեխղճությամբ արձանագրված են փաստերը եւ երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է համաձայնվել, երբեմն կան հետևություններ, որոնց հետ կարելի է եւ չհամաձայնվել, բայց արձանագրումը ուրիշ է։ Պատմությունից հետևություն անելը դա քաղաքական գործիչների խնդիրն է։ Եվ իրականում մենք երբեմն այդտեղ ենք սխալ մոտեցումներ ցուցաբերում, ոչ միայն պատմության շարադրումը եւ մատուցումը
արտապատվիրակելով պատմաբաններին, այլև հետևություններ անելը, որը հենց գիտությունը դնում է ոչ այնքան ճիշտ դիրքում, որովհետև պատմությունից հետևություն անելը առաջին հերթին քաղաքական խնդիր է, առաջին հերթին եւ դա քաղաքական գործիչների, քաղաքական առաջնորդության խնդիրներն է, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ վերջին տարիների մեր երբեմն վիճահարույց քաղաքականությունները բխում են ուղիղ մեր պատմության ուսումնասիրությունից, ընթերցումից եւ վերընթերցումից եւ երբեմն եւ նույնիսկ կարող եմ երբեմն ուղիղ նշումները ցույց տալ, թե որ սա ասում եմ անդրադառնալով այն հայտնի խոսույթից, թե պատմությունից պետքա դասեր քաղել, ես նույնիսկ կարող եմ իմ կարդացած հատորյակների մեջ գույներով, մարկերներով ընդգծված հատվածները ներկայացնելով ասել, թե որ հատվածը հատկապես ինչ հետևությունների եւ ինչ քաղաքական որոշումների հիմքում է կանգնած։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այո, մենք խոսում ենք պետության զարգացման մասին, որովհետև գիտության զարգացումը ինձ համար եւ մեր կառավարության համար առանձին վերցրած ոլորտ չէ եւ կներեք հազար ներողություն, գիտության զարգացումը ինքնին առանձին վերցրած իմաստ չունի, այսինքն գիտությունը զարգանա որ ինչ, որովհետև գիտության զարգացումը մեզ համար պետության զարգացում է։ Մենք այսօր պատմամշակութային հուշարձանների վերականգնման պեղումների վրա էլի ահռելի միջոցներ ենք ծախսում եւ նաեւ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումները մի տողով վերաբերվում են նաեւ հնեաբանությանը, հուշարձանների պահպանությանը, բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր է մեր ինքնության համար։ Մենք ինքներս մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանությամբ, բայց ելի ուզում եմ վերադառնալ տնտեսությանը, որովհետև ամեն մի ներդրում այդպիսի պատմամշակութային հուշարձանի վրա ինքը զբոսաշրջիկների հոսքեր է ավելացնում դեպի Հայաստանի Հանրապետությունը, որը իր հերթին ավելացնում է պետական եկամուտները, եւ մասնավոր հատվածի եկամուտները, որը իր հերթին մեզ հնարավորություն է տալիս ավելի մեծ ֆինանսավորում ուղղել դեպի գիտություն, եւ սա մի շրջանաձև process է եւ կարծում եմ նաեւ այս ոլորտային մեր մոտ տեղայնությունը ինչպես հայտնի է, բոլորս ենք դրա հետ առնչվում, շատ է տարածված եւ մարզային, եւ գյուղային, եւ թաղային, եւ ոլորտային տեղայնություն։ Ինձ թվում է հիմա մեր մեծագույն խնդիրներից մեկը այդ բոլոր տեղայնացված ոլորտները առնվազն կամրջելն է, որպես մենք հասկանանք, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, առանձին վերցրած համայնք, եւ նաեւ դրա համար մենք ճանապարհների հիմնանորոգումը եւ կառուցումը վերականգնումը շատ ենք կարեւորում, որովհետեւ այդ առանձնացումը երբեմն ենթակառուցվածքային բացակայություններին մարդկանց անուղղակի արձագանքն է եւ գուցե այդպես է նաեւ ոլորտների դեպքում, բայց մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, ել չեմ ասում գիտության մեջ առանձին վերցրած ոլորտներ եւ շատ կարեւոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը, բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով մի կողմից եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է հենց ինքը իր գոյության փաստով միջոց է, որովհետեւ պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելու համար։ Բայց նաեւ ես էլի ամփոփելով ուզում եմ ասել, որ պարոն Սաղյանը այդ թեմային անդրադարձավ, որ մենք խոսում ենք, որ ոչ միայն այս պահին մեր ունեցած բացերը լրացնենք, այլ նաև որոշակի տեսնենք իսկ որտեղ է, որ մենք կարող ենք ավելի արագ կտրել եւ անցնել այն ժամանակը, որը գուցե թե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով բաց ենք թողել եւ վերջերս մի քննարկման ժամանակ, մասնավորապես գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամում մեր ունեցած քննարկման ժամանակ, նաեւ դրանից առաջ որոշակի խորհրդակցություններ ենք ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ,
մենք եկանք մի եզրակացության, որ հիմա աշխարհում զարգանում է արհեստական բանականությունը ֆիզիկական նյութին կապելու process-ը, մասնավորապես արհեստական բանականությամբ, այսինքն ինտելեկտուալ ռոբոտների դարաշրջանն է մոտենում եւ թերևս սա մի ոլորտ է, որտեղ ամբողջ աշխարհում իհարկե լաբորատոր շատ լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում եւ նաեւ հաշվի առնելով արհեստական բանականության ոլորտում մեր երկրում տեղի ունեցող արագընթաց զարգացումները, իսկ որ զարգացումները արագընթաց են, կարծում եմ ակնհայտ է, որովհետեւ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում կառավարության ֆինանսավորմամբ ստեղծվեց, այսինքն հիմնադրվեց կամ տեղադրվեց սուպեր համակարգիչ եւ նաեւ իմիջիայլոց այս պատմությունը հետաքրքիր է գիտական սարքերը օգտագործելու դինամիկայի առումով, որովհետեւ երբ որ սուպեր համակարգչի բացման արարողությանն ենք մասնակցում Երևանի պետական համալսարանում, գիտական խմբի հարգելի ղեկավարը պատմում էր, որ այն ժամանակ, երբ որ կառավարությունում միտք էր առաջացել, որ պետք է սուպեր համակարգիչ ձեռք բերել, գիտության հանրության ներկայացուցիչները իրենք վստահ չէին, թե ինչքանով է խելամիտ պետությանը քաջալերել, որ այդ ահռելի միջոցները ծախսվեն հենց այդ նպատակի համար, որովհետև այն ժամանակ իրենք վստահ չեն եղել, որ կարող են կոպիտ ասած այդ սուպեր համակարգիչը ծանրաբեռնել, բայց մինչև այդ որոշումը կայացվեց եւ սուպեր համակարգիչը եկավ, պարզվեց, որ արդեն իսկ այդ փաստի բերումով այնպիսի կոնսոլիդացիա է տեղի ունեցել այդ գաղափարի շուրջ կամ այնպես է քաջալերել, որ այդ սուպեր համակարգիչը արդեն ամբողջությամբ ծանրաբեռնված է կամ խոստանում են արդեն իսկ ծանրաբեռնված է, ամբողջությամբ ծանրաբեռնված է եւ ուրիշ հետաքրքիր բան տեղի ունեցավ եւ այս փաստը իմանալու ժամանակ, երբ որ մենք մտածում ենք, որ լավ, երբ որ այս սուպեր համակարգիչ տեղադրեցինք եւ պարզվում է, որ ինքը արդեն բավարար չէ, պարզվում է, որ ինքը բավարար չէ, ներողություն եմ։ Մենք ուրեմն պետք է մտածենք հաջորդ սուպեր համակարգիչը պետական բյուջեի միջոցներով գնելու մասին, այդ ընթացքում էլ ուրիշ զարգացում տեղի ունեցավ։ Պարզվեց, որ մասնավոր հատվածը ինչ որ հանգամանքների բերումով արձագանքել է եւ մենք այսօր Գագարինում արդեն բացվել է կամ շուտով կբացվի հաջորդ հզոր սուպեր համակարգչային կենտրոնը եւ Firebird-ի ծրագրի մասին էլ արդեն հույս ունեմ եւ համոզված եմ բոլորդ գիտեք, որը տարածաշրջանի մակարդակով մեծագույն ներդրումային ծրագիրն է։ Ես նկատի ունեմ, որ երբեմն ընդհանրապես զարգացումը եւ զարգացումները մեր տրամաբանությամբ գծային չեն եւ նաեւ վերջին տարիներին մենք ընդ որում 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունը ավելի մեծ տնտեսական աճ է արձանագրել, իհարկե COVID-ի պատերազմի տարին 2020 թվականի ակնհայտ գլոբալ ռեցեսիան նկատի չեմ ունենում, մնացած բոլոր տարիներին Հայաստանը ավելի բարձր տնտեսական աճ է արձանագրել, քան ի սկզբանե կանխատեսվում էր եւ տեղական եւ միջազգային փորձագետների կողմից։ Ես շատ եմ մտածում դրա մասին, իսկ ի՞նչն է սրա պատճառը։ Իսկ իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ կառավարությունը իր որոշումներում գծային չի եղել։ Մենք փորձել ենք լինել ասիմետրիկ եւ նաեւ գիտության ֆինանսավորման իմիջիայլոց այս փոփոխության պատմությունն էլ շատ հետաքրքիր է, երբ որ կառավարության հերթական քննարկումներից մեկի ժամանակ, երբ որ խոսք էր գնում գիտության ֆինանսավորման մասին, ավելացնելու մասին, ես շատ կոնկրետ հարց բարձրացրեցի, այդ ժամանակ այնպես էր, որ մենք պետական բյուջեում լրացուցիչ հավաքագրումներ ունեինք եւ ես թիվը իհարկե կարող է սխալվեմ, ես խնդիր դրեցի, ասացի, որ հենց հիմա մենք որոշում ենք 4 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում ենք ապահովում, գուցե 4 միլիարդ է ասում այն ժամանակ։ Թիվը էական չի, X թիվ, 4 միլիարդ կամ 5 միլիարդ լրացուցիչ հենց հիմա ֆինանսավորումը ապահովում ենք։ Մի խնդրանք ունենք, թող ներկայացնեն ծրագրերը, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, կոնկրետ ինչ է արվելու։ Եվ այդ ժամանակ ներկայացրած ծրագրերը մեր առաջարկած ֆինանսավորման մոտավորապես 50%-ի չափով էին, որովհետև հենց այդ նույն խնդիրն էր, այդ ռուտինի մեջ
Հենց կառավարության առաջարկը առաջին հերթին գիտական հարության համար էր անսպասելի։ Բայց հիմա եւ սարքերի հոսքը հետ էլ պետք է արձանագրենք, անսպասելի է եղել մարդկանց համար, բայց մենք պետքա եւ այսօրվա հանդիպման, ճիշտն ասած, իմ հիմնական ուղերձը դա է։ Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է։ Մենք ոչ թե գիտությանը աջակցելու քաղաքականություն ենք վարում, այլ գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է։ Հայաստանի Հանրապետության զարգացումը անհնար է առանց գիտության զարգացման, ընդ որում էլի ասում եմ, մեր հաշվարկների համակարգը, թե ինչը, որ ներդրումը ինչքան գումար է հետ վերում պետական բյուջե։ Ես ուղիղ ուզում եմ ասել, որ երևի շատ երկրներում է այդպես, բայց մեր երկրում այդ խնդրեմը կա։ Մենք հիմա չենք կարող ասել, չունենք այդպիսի մոդուլ, թե 40 միլիարդ ներդրումը գիտության, ինչքան տնտեսական աճ է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց իմ հաշվարկը ինտուիտիվ է։ Եթե ես ասում եմ մենք վերջին տարիներին եւ միջազգային եւ տեղական տեղի հայաստանցի դիտորդների կանխատեսումներից ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, ընդ որում այդ տնտեսական աճը ավել է եւ աշխարհի միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից, ուրեմն այս եթե կարելի ասել ասիմետրիկ գործոնները, այդ գիտությանը լրացուցիչ ֆինանսավորումը ինքը դեր է ունեցել համախառն ներքին աճի զարգացման մեջ։ Այս դեպքում գուցե բանաձևերը գծային չեն, որ այս ներդրումը բերել է այսքան գումար, բայց ներդրումը բերել է էֆեկտ, ներդրումը բերել է տրամադրություն եւ սուպեր համակարգ չի ասած իմ պատմություն, իրականում տրամադրության փոփոխություն է, որովհետեւ մարդիկ այդտեղ էին, այդ մարդիկ գուցե թե մտածում էին, հաստատ մտածում էին գիտական գործունեություն շարունակելու մասին, հարցը այն էր, որտեղ պետք է շարունակեն այդ գիտական գործունեությունը, Հայաստանում թե Հայաստանից դուրս, ընդ որում այդ հայրենասիրության հարց չի հարգելի գործընկերներ, որովհետև մենք շատ հաճախ կապում ենք դա հայրենասիրության հարց չի, որովհետև մարդը իր պոտենցիալը պետք է օգտագործել, մենք չենք կարող մարդուն արգելել իր պոտենցիալը օգտագործել։ Եվ հետևաբար, եթե Հայաստանում կա սուպեր համակարգիչ, մարդը կարող է իր պոտենցիալը օգտագործել։ Հայաստանում չկա սուպեր համակարգիչ, մարդը չի կարող այս պոտենցիալը Հայաստանում չկիրառել, եւ սա բացարձակապես որևէ կապ չունի հայրենասիրության հետ։ Նույն մարդն է հայրենասիրության նույն մակարդակով, բայց ինչպես ես ընդգծում եմ վերջերս ավելի, իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, եւ սա շատ կարեւոր եւ առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն բոլոր մասնագիտությունների, այդ թվում գիտական գործունեությամբ զբաղվող եւ այն քաղաքականությունները, որը մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է Հայաստանի Հանրապետությունում գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, եկեք շնորհակալություն հայտնենք Հայաստանի Հանրապետության վարչապետին, կրթության նախարարին, գիտության կոմիտեի ղեկավարին, բոլոր հյուրերին, այս քննարկումներին մասնակցելու համար։ Ձեզ տեղեկացնում եմ, ինչպես ասել եմ, սրանք շարունակական բնույթ են։ Մայիս ամսից մենք սկսում ենք յուրաքանչյուր ամիս լինել մեկնիստ եւ խնդրեմ բոլորիդ ակտիվ մասնակցել, որովհետեւ սա հիմնականում դրա համար է, որ դուք եք եւ ակտիվ մասնակցություն ունենաք գիտության ռազմավարության զարգացման խնդիրներին։ Շնորհակալ եմ բոլորիդ։